Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի Պապ Լևոն 14-րդը իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը, փորձելով վերջ դնել կողմերի միջև պատերազմին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Մելոնիի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։ Նոր հետազոտության համաձայն համաշխարհային սառցածածկույթները կարող են անդառնալիորեն հալվել, հանգեցնելով ծովի մակարդակի բարձրացման և ափամերձ շրջաններից աղետալի արտագաղթի, նույնիսկ եթե գլոբալ տաքացումը չանցնի 1,5 աստիճան Ցելսիուսի շեմը, գրում է CNN-ը։ Գիտնականները փորձել են որոշել, թե սառցածածկույթների համար որ շեմն է համարվում անվտանգ, թե միջազգային հանրությունը պարտավորվել է ոլորակի միջին տաքացումը սահմանափակել 1,5 աստիճանով, ներկայիս գնահատականները վկայում են, որ մինչև 2100 թվականը 2,9 աստիճան հնարավոր բարձրացման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է ոսկե գմբեթ անվանումը ստացած $175 միլիարդ արժողությամբ հրթիռային պաշտպանական վահանի նախագիծը և ծրագրի ղեկավար է նշանակել ԱՄՆ տիեզերական ուժերի գեներալ Մայքլ Գյուլտլեյնին։ Նախագիծը, որը Թրամփը հանձնարարել է դեռևս հունվարին, նախատեսում է ստեղծել արբանյակների ցանց, որը կկարողանա հայտնաբերել, հետևել և անհրաժեշտության դեպքում խոցել թշնամու հրթիռները։ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է միգրանտների մասին, նրա խոսքով Ռուսաստան մեկնող շատերը ապագա հանցագործներ են։ Այսպես է նաև մեկնաբանել Կենտրոնական Ասիայում հանցագործությունների աճը, հաղորդում է Մոսկովսկի Կոմսոմոլեցը։ Ապագա հանցագործները մեզ մոտ են գալիս, արդյոք նրանք մեզ պետք են։ Իհարկե ոչ, ասել է Բաստրիկինը։ Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու հարևան երկրների քաղաքացիները չեն կարող ապրել իրենց հայրենիքում։ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որն ուղղված է ստվերային նավատորմի մոտ 200 նավի դեմ, տեղեկացրել է Կայա Կալասը։ Դիվանագիտության ղեկավարի խոսքով նոր միջոցառումներն ուղղված են նաև հիբրիդային սպառնալիքների վերացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Չինաստանը ներկայացրել է անօդաչու թռչող սարք, որը կարող է մինչև 100 միավոր փոքր դրոններ արձակել։ Չինական Zhuotai անօդաչու կրիչը իր առաջին առաքելությունը կսկսի մինչև հունիսի վերջը, հիմք դնելով անօդաչու օդային մարտում չինական ռազմաօդային ուժերի գործողության օպերատիվ շարավիղի ընդլայնման։ Եվրամիությունը համաձայնել է վերացնել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Այս քայլը Դամասկոսի նկատմամբ միջազգային դիրքորոշման վերանայման մաս է կազմում և նպատակ ունի աջակցել երկրի վերականգնմանը նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Դիվանագետները հայտնել են, որ ԵՄ27 անդամ պետությունների դեսպանները նախնական համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ և ակնկալվում է, որ այն պաշտոնապես կհայտարարվի մայիսի 20-ին, ավելի ուշ Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենին հայտարարել է, որ իր կարծիքով միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա։ Մեր գործակալությունը հաղորդում է, որ Ալի Խամենին այս մասին ասել է մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան 1 տարվա կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ։ Իր մեկնաբանություններում Այաթոլլահ Ալի Խամենին անդրադարձել է Վաշինգտոնի հետ բանակցություններին։ Հիշատակվել է բանակցությունների հարցը, ես մի ուղերձ ունեմ մյուս կողմին, անհետեցություն է ասել այնպիսի բաներ, ինչպիսին մենք թույլ չենք տա, որ Իրանը հարստացնի ուրանը։ Ոչ ոք նրանց թույլտվությանը չի սպասում։ Իսլամական Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունն ու մեթոդներն ունի և հետամուտ կլինի դրանց, ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Հունգարիա, մայիսի 20-ին մայրաքաղաք Բուդապեշտում նեղ կազմով հանդիպում է տեղի ունեցել Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև, հայտնում է Trend-ը։ Ալիևի այցի նպատակներն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում։